Այսօր ժամը 10:30-ի սահմաններում Իսրայելը սկսել է համակարգված օդային և հրթիռային հարվածներ Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ։ Հարվածների շրջանակում թիրախավորվել են Թեհրանի ռազմաօդային ենթակառուցվածքները, Սպահանի ռազմական արդյունաբերական օբյեկտները, Ղոմի հրթիռային արտադրամասերը, Քարաջի և Քերմանշահի ռազմական հրամանատարական կենտրոնները։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ գործողությունները իրականացվել են Հուդայի վահան ռազմական օպերացիայի անվամբ, նպատակ ունենալով կանխարգելել Իրանի սպառնալիքները տարածաշրջանում և միջուկային ծրագիրը սահմանափակել ռազմական միջոցներով։ Ռազմական փորձագետները նշում են, որ գործողությունների մասշտաբը գերազանցում է 2025 թվականի հունիսի իսրայելական հարվածների չափերը, ինչը փաստում է գործողության նշանակալի ռազմական կարևորությունը։ Հարվածների ընթացքում թիրախավորված են եղել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանն և գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Reuters-ի տվյալներով Ալի Խամենեին չի գտնվել Թեհրանում, ապահով տեղ է տեղափոխվել, իսկ լրատվամիջոցների համաձայն Իսրայելը փորձել է սպանել Փեզեշքյանին։ Իրանի անվտանգության մարմինները հայտարարել են, որ կանխել են մահափորձը և ապահովել նախագահական անձնակազմի անվտանգությունը։ Վերլուծաբանների համաձայն սա ոչ միայն ռազմական գործողությունների մաս է, այլև քաղաքական ազդակ է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են լրջորեն նպատակաուղղված լինել Իրանի քաղաքական ղեկավարության վրա։ Իրանի զինված ուժերը արձակեցին բալիստիկ հրթիռներ Իսրայելի ուղղությամբ, թիրախավորելով ռազմական օբյեկտներ և ռազմավարական ենթակառուցվածքներ։ Հրթիռների մեծ մասը խոցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, սակայն որոշ հրթիռներ հասել են նշանակված թիրախներին, ներառյալ Թել Ավիվի և Երուսաղեմի որոշ ռազմավարական հատվածներ։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները խախտել են երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Եմենից աջակցությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ արձակվել են Իսրայելի հարավային շրջանների վրա, ինչը ցույց է տալիս տարածաշրջանային դաշնակիցների հնարավոր ներգրավվածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն մասնակցել է գործողություններին Իրանի դեմ։ Նա հայտարարել է, որ նպատակն է ոչնչացնել Իրանի ռազմածովային նավատորմը և զսպել միջուկային ու հրթիռային սպառնալիքները։ Ամերիկյան ռազմական աղբյուրները նշել են, որ Պարսից ծոցում տեղակայված ուժերը բերվել են 100%-անոց պատրաստվածության, տրամադրվել է հետախուզական աջակցություն Իսրայելի գործողություններին, ներառյալ օդային և էլեկտրոնային համակարգերը։ ԱՄՆ-ի մասնակցությունը էսկալացիան տեղափոխեց տարածաշրջանային մակարդակից գլոբալ հեռանկարների համար էլ վտանգ ստեղծելով։ Իրան-Իսրայել-ԱՄՆ գործողությունների ֆոնին մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ներառյալ Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միջազգային թռիչքների խափանումները ազդել են նաև Երևան-Դուբայ, Երևան-Աբու Դաբի և այլ միջազգային երթուղիների վրա։ Հորմուզի նեղուցը դարձավ ռազմավարական ուշադրության կենտրոն, քանի որ այդ նեղուցով անցնում է համաշխարհային նավթի զգալի մասը։ Տարածաշրջանային շուկաներում նավթի գները աճեցին, իսկ ֆինանսական շուկաները ցուցաբերեցին զգուշավորություն, վտանգելով գլոբալ տնտեսական կայունությունը։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, տարածաշրջանի ռազմական փորձագետները առանձնացնում են մի քանի հիմնական սցենար։ Առաջինը՝ սահմանափակ փոխհարվածներ։ Հակամարտությունը մնում է տարածաշրջանային ու խստորեն սահմանափակված։ ԱՄՆ-ն և Իսրայելը արդյունավետ են վերահսկում գործողությունները։ Երկրորդը՝ երկարատև փոխհարվածներ։ Իրանը ակտիվացնում է բալիստիկ հրթիռային համակարգերը։ Իսրայելը պատասխան է տալիս բարձր տեխնոլոգիական օդուժով և հակօդային պաշտպանությամբ։ Երրորդը՝ լայնամասշտաբ պատերազմ։ ԱՄՆ-ն լիարժեք ներգրավվածությամբ և տարածաշրջանային դաշնակիցների մասնակցությամբ կարող է զարգանալ լայն ռազմաքաղաքական հակամարտություն։ Հրթիռային համակարգերի օրինակներ՝ Իրանի Ֆաթեհ 110, Քիամ և Միշմար ցամաքային, Սաջիլ հրթիռները, ինչպես նաև Իսրայելի Իրոն Դոմե և Դավի 5 պաշտպանական համակարգերը։ Ռազմական գործողությունների ֆոնին ակտիվացել են դիվանագիտական միջնորդական ջանքերը։ Եվրոպայի մի շարք երկրներ, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, հորդորել են զսպել ռազմական էսկալացիան և սկսել բանակցություններ։ Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել երկկողմ լուծումներ գտնել և խուսափել լայնամասշտաբ ռազմական բախումից։ Միջազգային հասարակությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հորմուզի նեղուցի փակումը կամ նավթային փոխանցումների խափանումը կարող է սաստկացնել էներգետիկ ճգնաժամը։ Ներկայումս Մերձավոր Արևելքի իրավիճակը շարունակում է մնալ աննախադեպ լարված և ճակատագրական ազդեցություն ունեցող։ Իրանի, ԱՄՆ և Իսրայելի միջև իրականացվող ռազմական գործողությունները ոչ միայն պայմանավորվում են
տարածաշրջանային անվտանգության վտանգներով, այլև ստեղծում են գլոբալ ստրատեգիական սպառնալիքներ, որոնք կարող են ազդել համաշխարհային քաղաքականության, էներգետիկ շուկաների և միջազգային առևտրի վրա։ Այս կոնֆլիկտը ցույց է տալիս, թե որքան խոցելի են տարածաշրջանային պետությունները, երբ միջուկային, հրթիռային և ռազմածովային ուժերը ակտիվորեն կիրառվում են, նպատակ ունենալով քաղաքական, տնտեսական և ռազմական վերահսկողություն հաստատել։ Սպառնալիքը միայն զինված հարվածներով չի սահմանափակվում։ Ներկայիս իրավիճակը ստեղծում է մի ամբողջ քաոս էսկալացիոն ռիսկեր, որոնք ընդգրկում են քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները, օդային ու նավային տրանսպորտային խափանումները, բնակչության զանգվածային տեղաշարժերը և տնտեսական շոկեր տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար։ Թեհրանում, Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում տեղի ունեցած հրթիռային հարվածները ոչ միայն հարվածեցին ռազմավարական ենթակառուցվածքներին, այլև հիշեցրին աշխարհի ժողովուրդներին, որ քաղաքացիական բնակավայրերը այսօր չեն ապահովագրված համաշխարհային անվտանգության պաշտպանության համակարգով։ Իրանի պատասխան հրթիռային գործողությունները Թել Ավիվ, Երուսաղեմ և տարածաշրջանային այլ կենտրոններ թիրախավորելով ցույց են տալիս, որ հակամարտությունը արագորեն կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Միջազգային փորձագետների կարծիքով, այսպիսի փոխհարվածները կարող են առաջ բերել տարածաշրջանային պատերազմի համապարփակ վիճակ, ինչը անմիջապես կանադառնա էներգետիկ շուկաների վրա, հատկապես Հորմուզի նեղուցի միջոցով նավթի և գազի փոխանցումների խափանման դեպքում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը, ԱՄՆ-ի ռազմածովային և օդային ուժերի ներկայությունը Պարսից ծոցում, ինչպես նաև Իսրայելի նոր տեխնոլոգիաներով ու հետախուզությամբ իրականացվող գործողությունները փաստում են, որ հակամարտությունը կարող է վերածվել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ստրատեգիական դիմակայության։ Վաշինգտոնը ստիպված է զսպել իր ռազմական հնարավորությունները, հաշվի առնելով ոչ միայն Իրանի հակարվածի ռիսկերը, այլև միջազգային ճնշումը, դաշնակիցների շահերը և երկրի ներքին քաղաքական իրավիճակը։ Այս ընթացքում կարևոր է նաև միջազգային միջնորդների, Օմանի, եվրոպական երկրների և ՄԱԿ-ի դերը, որոնք կարող են սահմանափակել հետագա էսկալացիան և փորձել ստեղծել դիվանագիտական դուռ հակամարտությունը խաղաղ լուծելու համար։ Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ միջնորդների ներկայությունը չի երաշխավորում հակամարտության անհապաղ հանգուցալուծումը, եթե կողմերը չեն պատրաստվում զիջումների։ Հայաստանի և Հարավային Կովկասի համար իրավիճակը նույնպես վտանգավոր է։ Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության ոլորտին, տեղային բիզնեսին, առևտրային երկաթուղիներին և նույնիսկ քաղաքական համագործակցությանը, ստեղծելով նոր բարդություններ ու անհամաձայնություններ։ Այս կոնֆլիկտը նաև հստակ ցույց տվեց, որ միջուկային ու հրթիռային սպառնալիքները այսօր կարող են անմիջապես ազդել ոչ միայն անմիջական հակամարտող երկրների վրա, այլև ամբողջ տարածաշրջանի վրա, ընդգրկելով անմիջական ու անուղղակի շահագրգիռ կողմերին։ Այս տեսանյութը ընդգծում է, որ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար պահանջվում է ռազմավարական և հաշվարկված մոտեցում, միջազգային օրենսդրության և հումանիտար խնդիրների խստորեն պահպանմամբ։ Որևէ սխալ քայլ, անկանոն գործողություն կամ ոչ լիարժեք տեղեկատվություն կարող է հանգեցնել հսկայական մարդկային և տնտեսական կորուստների։ Վերջապես սա հիշեցում է, որ խաղաղության պահպանությունը ոչ միայն պետությունների, այլև յուրաքանչյուր միջազգային դերակատարի պարտավորությունն է, և միայն զգոն ու հաշվարկված որոշումները կարող են կանխել տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աղետալի հետևանքները։